մոդուլային ատոմակայանը վստահեցնում ձեզ Հայաստանի Հանրապետությունում չի կառուցվելու։ Պարզապես սա մանիպուլյացիա է, մեծ բլեֆն է, խաբկանքն է, որ իրավիճակ ստեղծվի, որ մեր ատոմակայանը փակենք։ Վստահեցնում ձեզ վտանգը դրա մեջ է, ոչ ամերիկացիք են պատրաստվում Հայաստանի Հանրապետությունում մոդուլային ատոմակայան կառուցել, ոչ չինացիք են կառուցել, ոչ էլ մեկ այլ երկիր։ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է դրական առումով։ Ունենք այսօր գործող ատոմակայան եւ դատապարտված ենք ռուսական գործոնով ունենանք ատոմակայան։ Անցած տարի Նիկոլ Փաշինյանը գտնվելով Մոսկվայում մեծ գագաթնաժողով էր, հա, էներգետիկ անվտանգության, ինքնաբավության այդ ոլորտի հետ կապված, եւ Լուկաշենկոն, եւ Վլադիմիր Պուտինը, մարդիկ հստակ ասեցին, ուզում եք ատոմակայան վերջի վերջո թե ոչ, եւ եթե ուզում եք, եղբայր եկեք կառուցենք։ Եթե մեր կառավարությունը պատրաստ է այսօր 9 միլիարդ դոլար վարկ վերցնել, որը չի պատրաստվում վերցնել եւ չի կարող նման բան լինել, սա պարզապես քաղաքական հայտարարություն է երկու գործոնով։ Առաջին արժևում ընտրություններ են եւ երկրորդը իրավիճակ ստեղծի քաղաքական կամ իրավական ատոմակայանը փակելու համար եւ երկրորդը Հայաստանի Հանրապետությունը միայն կարող է նոր ատոմակայան ունենալ ռուսական գործոնի արդյունքում